Դավիթ Սարապյանը նույն ինքը դևը, ապրեց ընդամենը 25 տարի, բայց ինչ ասես, որ չտեսավ իր կարճ կյանքում։ «1966 թվականի փետրվարի 4-ին ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում ծնվեց Դավիթը, ծնողների միակ զավակը։ Հրաշալի նկարում էր, շատ էր կարդում, գրում էր բանաստեղծություններ և պատմվածքներ, արդարություն էր սիրում, միշտ պաշտպանում էր թույլերին, ընկերներն ասում էին դպրոցի խիղճն է։ Դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է՝ կուզեք պատմեմ Բեռլինի գրավման մասին։ Սովորում էր պոլիտեխնիկում, երբ զորակոչվեց խորհրդային բանակ։ Կարճատես էր, կարող էր և չծառայել, բայց համարում էր, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց։ Իր պատկերացրած քաջության դպրոցում շատ անարդարություններ տեսավ։ Ազգամիջյան կոնֆլիկտի պատճառով նրան դատապարտեցին 4 տարվա ազատազրկման։ Բանտից հետո Դավիթը չշարունակեց ուսումը, փոխարենը տեսածն ու հիշողությունները գրի առավ։ Զարմիկը, հայտնի կինոռեժիսոր Գենդի Մելքոնյանը, Դավթին տանում է կինոյի աշխարհ որպես երկրորդ ռեժիսոր։ Կյանքի ամենահետաքրքիր տարիներն էին, շրջագայություններ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ։ Հենց այդ օրերին էլ գրում է 300 վայրկյան վիպակը, որը վերածում է սցենարի ու արժանանում Օդեսայի կինոստուդիայի հաստատմանը։ Ընդամենը 24 տարեկան էր, գրիչը փոխարինեց զենքով ու մեկնեց սահման։ Ընդունվեց լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալզյանի անկախության բանակ։ Դավիթ հենց ընտանիքի մտերիմ բարեկամն էր Լեոնյան։ Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը։ Նա անձնուրացաբար կռվում է Ազգալզյանի հետ, ապա Տիգրան Մեծ ջոկատում։ Դավիթը միշտ հայտնվում էր ամենաբարդ մարտերում։ Թշնամին նրան ահեղ դև էր անվանում։ Նա այնքան հմուտ էր, որ կարողանում էր թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն ստեղծել, ինչի արդյունքում հակառակորդը նահանջում էր։ Դավթի ռազմական տաղանդով հիացած էր նաև կոմանդոսը։ Մինչև հիմա Հադրութի շրջանի Տող գյուղում հիշում են Դավթի սխրագործությունները։ Մոր հարազատ գյուղն էր Տողը, եւ այնտեղ պապի տանը ադրբեջանցիները շտաբ էին հիմնել։ Մութ էր, Դավիթը միայնակ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի պապի տուն, որտեղ օմոնականները կերուխումի մեջ էին։ Դավիթը կանչում է օմոնի պետին ու բռնիր գոռալով նրա վրա է նետում նռնակների կապոցը։ Ճիշտ է, պապի տունը քանդվում է, բայց նրա քաջության շնորհիվ մարտնկերներն ազատագրում են գյուղը։ Գալիս է տուն եւ հայտնում է մորը՝ քո հարազատ գյուղն ազատագրված է։ Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը։ Դա նրանց վերջին հանդիպումն էր։ Մեկնում է Շահումյան, Թոդան գյուղում մասնակցում վերջին մարտին, որտեղից ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը։ 1991-ի դեկտեմբերի 10-ն էր, փայլուն կատարում է մարտական առաջադրանքն ու զոհվում։